Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյան, այս պայն ես հյուրընկալել եմ Գյումրիի իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին։ Ռուբեն, ողջույն։ Բարև ձեզ։ Եվ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Վաղարշապատի ընտրություններից առաջ Հայաստանում տեղի ունեցան երկու թիմ ընտրություններ, որտեղ ընդդիմությունը հաղթանակ տարավ։ Մի պարագայում փաստորեն արդեն հանգուցյալ երջանկայի շատակ Վալուդիա Գրիգորյանը միանձնյա հաղթեց, իսկ Գյումրիի պարագայում տեղի ունեցավ փաստորեն մեծ հաշվով ամենաշատ հավաքած տեխնացուի ձայնի, մնացած ընդդիմադիր ուժերի ձայների կոնսոլիդացիա, հա։ Ու սա հնարավորություն տվեց ասելու, որ Գյումրիի մոդելը ինքը հաղթական մոդել է, ինքը այլ տեղեր կարելի է կիրառել, գնանք բոլորովս մասնակցենք, հաղթենք, միանանք, եւ դա կարող է բերել նաեւ համապետական էֆեկտի։ Բայց ինչպես ասում են Ինստիտուտը ԲԼ վաղարշապատում ԿՊ-ն 50+1-ով, այսինքն վերջնական արդյունքում 50+1-ով վստահ եմ, որ հետևել եք ամբողջ process-ին, ամբողջ գործընթացին։ Ուզում եմ այդ համեմատականները անցկացնել Գյումրիի եւ Վաղարշապատի միջև մասնավորապես եւ ընդհանրապես Գյումրին համապետական մոդել սարքելու առաջարկող տրամաբանության մեջ։ Նախ առաջարկում եմ միանգամից դուի անցնենք ու շարունակենք բոլոր հարցազրույցների ընթացքում վերջերս կես տարվա Գյումրիի ընտրություններից հետո նաև քո մոտ անընդհատ երբ խոսել են Գյումրիի թիմ մոդելի մասին տրանսֆորմացնելով այդ այլ համայնքներում եւ հատկապես համապետական, ես միշտ ասել եմ զգուշավորություն դրսևորեք այդ մոդելը որպես օրինակ ու ֆունդամենտ օգտագործելու համար, որովհետև Գյումրին սպეციფიկ քաղաք է, թիմը սպეციფიկ ընտրությունների մոդել է, հա, ու իրեն ասել, որ անպայման էս ամեն ինչը աշխատելու է նաև համապետականի տրամաբանության մեջ կամ այլ համայնքի տրամաբանության մեջ, խնդրահարույց է։ Ինչի, որովհետև կոնկրետ մոդելը կոնկրետ դերակատարների մասնակցության պարագայում կարող է աշխատել, իսկ այլ դերակատարների պարագայում կարող է չաշխատել։ Դա նման է մի բանի, որ Ֆորմուլա 1-ի մրցավազքի ժամանակ նույն երկու բացարձակապես նույն ձևի պատրաստած մեքենաները, հա, ամեն ֆիրմա, այսպես ասած, 2 կամ 3 բալիդ ունի, չէ, մասնակցող 2 կամ 3 պիլոտներով։ Հիմա 3 նմանատիպ իդենտիկ նույն մեքենաներով մի պիլոտը առաջի տեղ է բերում այդ մեքենան, մի պիլոտը երկրորդ տեղ, մի պիլոտը կարող է, այո, ստայդում, ամեն ինչ կախված է նաև դերակատարներից։ Հիմա տեսեք Գյումրիում, նաև Գյումրին որպես սպეციფიկ քաղաք համարվող, իր թաղամասերի փոխհարաբերությունները առաջի պլան ունենալով, կլանային այսպես կոչված ինչ-որ ներհամայնքային, միջանձնային տարբեր տեսակի հարաբերությունները ի նկատի ունենալով ուներ նաև մեկ շատ կարևոր բաղկացուցիչ 9 գործող անձանցից 9 հայտ ներկայացրած ուժերից նվազագույնը 4 կամ 5-ի առաջի համարները հասկանալի էին գլխավոր գործող անձանցից էին ու չէին խուսափում բաց արճակատման մեջ մտնելու իշխանության ներկայացուցիչի հետ ի սկզբանե համարելով, որ կռվում են իշխանության գլխավոր գործող անձի հետ, այլ ոչ թե իր տեխնացու առաջի համարի հետ։ Այս շատ կարևոր է։ Այսինքն մենք ի սկզբանե ասում ենք, որ մեր խնդիրը Սարիկ Մինասյանը չի պարզականացնում։ Նիկոլին իշխանության չթողնելն է Գյումրիում։ Այս շատ կարևոր խոսույթ է, շատ կարևոր սկզբունք է։ Մեր բոլորի քարոզարշավը գլոբալ առումով եղել է գաղափարային, ճիշտ է, մենք քաղաքի զարգացման, ռազմավարությունը եւ այլն, բոլորս ամեն մեկս պլյուս-մինուս նույն բանի մասին, նույնիսկ իշխանության ներկայացուցիչը պլյուս-մինուս նույն բանի մասին էր խոսում։ Բայց ինչով ենք մենք առանձնանում իշխանության ներկայացուցիչին։ Ամեն ինչից զատ մենք ասում ենք, որ այստեղ կարևորագույն հարց ենք մենք լուծում։ Գյումրին պիտի ունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Մենք Գյումրին չենք պատրաստվում հանձնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարին։ Եվ աղմուկը համապետական աղմուկ էր։ Աղմուկի համապետական ընտրությունների աղմուկ էր։ Այստեղ օրինակ բան կա, էլի, այսպես իրար հակադրվող մոտեցում կա։ Օրինակ երկու շաբթի օրը իմ հյուրն էր Մամիկոն Ասլանյան,
ով գիտենք Վանաձորում հաղթել է, դրանից հետո 2 տարի 7 ամիս դատապարտվել է, այսինքն մարդը, որը թիմ ընտրությունների մասին տենց պրակտիկ գիտի, հա, գետնի վրա գիտի, ինքը ասում է, որ ընդհակառակը սխալ է ձայնը բարձրացնել քաղաքի ընտրությունները, բերածել համապետական էֆեկտի։ Ասենք օրինակ, եթե վաղարշապացին ձայնա տալիս Նիկոլ ՔՊ-ին, ապա ձայնա տալիս, չգիտեմ, Վեհարանը գրավելու Նիկոլ Փաշինյանի ծրագրին, թուրք-ադրբեջանական եսիմ ինչի, ասում է, այդ ամեն ինչը բերեց հանգեցեց հակառակ էֆեկտի, որտեղ վաղարշապացու խնդիրը իր կռիչները, էսերն է, դրա մասին ավելի շատ պետք է խոսացվել։ Բայց փաստ է, չէ, որ Էջմիածնում, եթե դիտարկում ենք առանձին Էջմիածինը, որ իր ձայների քանակությամբ, այլ տրամաբանություն է աշխատել։ Այսինքն, եթե վաղարշապատ խոշորացված համայնքն ենք վերցնում, որտեղ գլխավոր որոշիչ հաղթանակի որոշիչ ձայները հավաքվել են գյուղերից։ Այո, խոյից մանավանդ։ Դե հիմա եկեք քաղաքի առումով, ես իմ շատ լավ ընկեր պարոն Ասլանյանի հետ այստեղ գուցե չհամաձայնում եմ, որովհետև նաև ամեն տարի, ցավոք սրտի, կամ իր ուրախություն մեջ, չգիտեմ, ընտրությունների տրամաբանությունն ու ալգորիթմները փոփոխվում են։ Ու մի բան է, երբ որ դու մասնակցում ես ուղղակի այն կարգավիճակով, որ քաղաքապետի տեխնացու ես, դեռևս հստակ քաղաքական վտանգ չես ներկայացնում իշխանության ներկայացուցի նկատմամբ ու քեզ քո դեմ ոտնձգությունը տեղի է ունենում հենց այն պահին, երբ որ դու հաղթում ես, ինչ տեղի ունեցավ Մամիկոնի հետ, չէ՞։ Այսինքն դու կարող ես այդ ժամանակ հիմա վստահեցնում եմ, որ նույն Մամիկոնը, եթե մասնակցի Վանաձորի ապագա ընտրություններին, իր խոսույթը չի կարող լինել միայն կտուրի, կանաչապատման կամ ասֆալտապատման մասին, որտեղ ինքը հստակ քաղաքական միսիա ունեցող անձնավորություն է, որի քաղաքական որոշումների արդյունքում այո, ըստ այդմ հիմա Հայաստանում այլևս տես ասում է նույն Մամիկոնը ինչ է ասում է իրենց պետք չէր ասել, որ դուք բան եք քվ եք տալիս հայ առաքելական եկեղեցու հանդեպ ոտնձգության, իսկ ընդամենը 3 երկրի ճագերտավոր ղեկավարը օֆիցիալ հայտարարեց, որ դուք քվ տվեցիք հայ առաքելական, այսինքն իմ ասածը ինչ է, այս մարտը այլևս ընտրությունների տրամաբանությունը ամեն փոքր գյուղի վերատրանսֆորմացրել է հանրաքվեի լոգիկայի, որովհետև ինքը հասկանում է, որ համազգային հարցերի շուրջ հանրաքվեներում ինքը տապալվելու է, դրա համար ընտրություններից առաջ տեսեք նույն Արգիշտի Մեխակյանին բազմիցս, նաև ձեր լրագրողները, երբ որ հարցրել են, դուք արդյոք արտոնելու եք եկեղեցու հանդեպ ինքը անդադ դիստանցավորվում է, խոսափում է թեմայից։ Այսինքն, պարզ է չէ, որ եթե հստակ մարդիկ կանգնեն ու ասեն, հենց դուք մենք այս ընտրությունները դիտարկում ենք հանրաքվեի լոգիկայի մեջ։ Եթե դուք ձայն եք տալիս մեր տեխնացուին, մենք անելու ենք սա, որը համազգային նշանակության հարցեր են։ Սահմանադրականության հետ շատ լուրջ կապ ունեցող հարցեր են։ Ինքը չի ասում, հետո վերցնում է արդյունքը, ասում է, իսկ գիտեք դուք ինչին քվեարկեցիք։ Դուք քվեարկեցիք, որ ես կարողանամ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի հարցը իմ ուզած ձևով լուծեմ։ Ըստ այդմ այլևս մնալ միայն քաղաքի տրամաբանության մեջ ու ասել մենք լուր Տես մեյնսթրիմը Գյումրիի ընտրությունների ժամանակ ինչ էր, վստահեցնում եմ, դու էլ դա կփաստես, որ Երևանի կենտրոնը չկար այդպիսի օր, որ չքննարկեին Գյումրու ընտրությունները ու չասեին։ Որովհետև ինքան եք ձայնը բարձրացնել մարդկանց մոտ տպավորությունը, որ Գյումրիի ընտրությունից է կախված օրվա իշխանության ճակատագիրը։ Ահա։ Իդեպ, օրվա իշխանությունն էլ Գյումրու ընտրություններին հենց այդպես էլ վերաբերվում էր։ Արդյունքում ինչ ստացվեց, թե Փարակյարում, թե Գյումրիում, երբ որ Փարակյար ուրիշ լոգիկա էր, բայց Փարակյարում էլի անձի շուրջ էր ամեն ինչ կառուցած, չէ՞։ Նույն Գյումրիում անձերի շուրջը ի վերջո շեմը ավագան ու հաղթահարել են մարդիկ, որոնք կներեք այս բառիս համար սերի մարդիկ չէին։ Այսինքն այդպես բան է, անգույն չէր ամեն ինչը, հա, մարդիկ էին, որոնք ունեին հստակ խոսույթ, որոնք ունեին խարիզմա ու որոնք ամենակարևորը հստակ գիծ էին սահմանել, որ մենք առաջնային բանը, որ անելու ենք, մենք թույլ չենք տալու, որ ԿՊ-ն այստեղ ունենա իշխանություն։ Բայց մեկը դրանով հանդերձ ԿՊ-ն առաջ բռնեց լեննականում, այ դա ֆիքս ենք, էլի։ ԿՊ-ն հավաքել է ձայների 47000 ձայնից հավաքել է 17000 ձայն։ Հա, 37% հավաքել։ Ամենաշատ ձայնը 47000-ի մեջ 17000 ինքն է հավաքի։ Եթե դու մնացած ընդդիմությանը, նայ, պարզ է չէ որ մարդը, եթե այն մնացած 30000-ը եկել են ընդդիմության այլ տեխնացուների են ձայն տվել, այդ մարդիկ երբեք ԿՊ-ին չէին գնալու ընդդիմություն։ Չէ, դե եկեք ճիշտը խոսենք։ Հիմա մարդուն ի՞նչն է կաշկանդում գնալ։ Քո պարագայում համաձայն եմ։ Բայց այնտեղ տեխնացուներ կան, որոնք որ, ասենք Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան, որոնք որ թաղային, այսպես
ոնց ասեմ, համակարգերի ներկայացուցիչներ են եղել, մեկը չգիտեմ Թուրքի մայլից կարծեմ, այդ չեմ սխալվում, մեկը Սլաբոդկայից։ Հիմա ասենք նույնիսկ Սլաբոդկեցին Վարդան Ղուկասյանին օրինակի համար, ձայն չէր տա, թե ինքը պայմանական ԿՊ-ից էր։ Արի ես քեզ Վաղարշապատի օրինակով ասեմ, խոշորացված համայնքի։ Գյուղ կա, որտեղ Մայր Հայաստան դաշինքի ներկայացուցիչը հավաքել է 350 ձայն, չէ՞, իսկ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը 200։ Տարբերությունը տեսնում ես 300 ու 250։ Ասածս ի՞նչ է։ Այսինքն որ ԿՊ-ին ձեռնտալը իհարկե ինքը կաշկանդվածություն չունի, ինքը Աբրի Սլաբոդկա թաղամասում, Արցախ թաղամասում Գյումրի, թե 58 թաղամասում, Աբրի թաղամասում, հա։ Արցախը չեն ուզում փոխեն։ Դե չեմ կարծում, որ հիմա ոնց կփոխեն, քաղաքում իրենք իշխանություն չունեն, էլի։ Գյումրիի մասին է խոսքը։ Ըստ այդմ նույն Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունները դա փաստում է։ Եթե մարդը հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության էլեկտորատի ներկայացուցիչ է կամ հանդիսանում է վարչական ռեսուրս չագեշտների մեջ կներեք, բայց իրենք ամենայն դեպս ձեզ այդպեսին են համարում։ Ինքը կգնա կներես, ինքը կգնա ու ձայն կտա քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Այստեղ, երբ որ մենք խոսում ենք Վաղարշապատի ընտրություններից, շատ կարևոր արձանագրումը հետևյալն է, խնդրում եմ, այստեղ կա հստակ մաթեմատիկա, որին շատ յուրահատուկ կերպով պետք է ուշադրություն դարձնի ընդդիմությունը։ Նայ, Գյումրիում 110,000 քվեարկելու իրավունք ունեցող մարդկանցից իրենք հավաքել են 17,000 ձայն։ Լավ։ Վաղարշապատ խոշորացված համայնքի 65,000 կարծեմ քվեարկելու իրավունք ունեցող հավաքել են 15,000։ Չափը տեսնում ես, որ գրեթե նույնն է։ 2000-ի տարբերություն է, բայց այնտեղ 40,000-ով ավել քվեարկելու, այսինքն, եթե 40 մեծ տեղն էլ 17,000 ես հավաքում, դրանից 40,000-ով պակաս տեղն է 15,000 ես հավաքում, նշանակում է, որ քո տվյալ պայի թափը թիմ ընտրությունների այդ սեգմենտում է, այսինքն նաև տեխնոլոգիաների առումով նույն տեխնոլոգիաներն են աշխատել։ Այսինքն ես հասկանում եմ, որ դու ասում ես, որ պետքա բարձրացնել ընտրական մասնակցությունը։ Չնայած Վաղարշապատում Յավկան ասում են, որ բավական բարձր է։ Բայց Յավկան բավական բարձր լինելով հանդերձ, դու օրինակ Գյումրիի ընտրություններում ընտրական շեմը չհաղթահարածների ձայների մեջ մոտիկության այն աստիճանը, որը եղավ Վաղարշապատում, չէի տեսնի։ Այսինքն 13% փոշիացված ձայներ են եղել, պատկերացրա։ Իսկ սա ինչի մասին է խոսում, էլի եմ ասում, լիդերների կամ հաշվարկների, օրինակ, եթե երկու ընդդիմադիր ուժ մի ցուցակով էին հանդես գալիս, անունները չտանք, ամենայն հավանականությամբ իրենք էլ էին շեմը հաղթահարելու։ Հիմա թվաբանական առումով ընդդիմությունը ինչ պետք է անի։ Նախ ինքը պետք է հասկանա, եթե Գյումրիում, որը 110,000 ընտրող ունի, 17,000 ձայն կարեցել են հավաքել։ Իդեպ այդ ժամանակ ունենալով քաղաքային վարչական ռեսուրս, այսի պիտի փաստենք, էլի։ Ես դե Վաղարշապատում եմ ունեին։ Նույնն է Վաղարշապատում 15,000 են հավաքել, էլի ունենալով վարչական ռեսուրս, դա նշանակում է, որ եթե մի քիչ է համարենք, նայ, ինչ կարևոր հատված կա։ 15,000 ձայն փաստորեն հավաքել է իշխանության ներկայացուցիչը, ընդդիմության ընդհանուր ձայները հաշվարկած մոտ 13,000-ի ձայնա, չէ։ Այս 15,000 ձայների մոտավորապես 35-40%-ը իրենք ստացել են բանից, չէ։ Հետ խոյ համայնքից յուղերից այսինքն։ Դա ինչ է նշանակում, որ իշխանությունը գյուղերում, եթե քաղաքներում ունի խնդիր, գյուղերում ինքը շարունակում է մնալ գլխավոր գործող անձանցից մեկը։ Բայց Վաղարշապատի եւ Գյումրիի մեջ մեկ տարբերություն կա, որը նույնպես չես կարող շրջանցել, որ 18 թվականից հետո Գյումրին երբեք չի ունեցել ԿՊ-ական քաղաքապետ, համայնքապետ, այսինքն անգամ եթե Սամվել Բալասյանը թեկուզ լոյալ էր օրվա իշխանությունին, բայց ԿՊ-ից չէր ֆորմալ առումով։ Իսկ Վաղարշապատում հակառակը մշտապես ԿՊ-ականն է ընտրվել։ Փաստացի Գյումրին միակ քաղաքն է Հայաստանի, որը երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրված քաղաքապետ չի ունեցել, ի տարբերություն նույն Երևանի, որը 2018 թվականի ցեսկում նվազագույնը 3
երկու ընտրված ԿՊ-ի քաղաքապետ է ունեցել, մեկ նշանակված։ Ըստ այդմ Գյումրին 7 տարի երբեք չի ունեցել ԿՊ-ի ընտրված քաղաքապետ։ Մնացած բոլոր քաղաքապետերը Սյունիքի քաղաքապետերին հանած, չգիտեմ, իրենց լոյալության աստիճանը օրվա իշխանության այլևս ինչպիսին է, չեմ ուզում դեռևս այդ դաշտ մտնեմ, իրենք գիտեն ինչ են անում, ինչ ձև են անում, իրենց անելիքները ինչպիսին են, ամենայն դեպս փորձը ցույց է տվել, որ օրվա իշխանության ղեկավարը երբեք ոչ մի բան չի մոռանում, ու եթե ինքը որոշել է ինչ-որ մեկին ինչ-որ մի ձև պատժել, իր ժամանակն էլ կգա իր պատիժը կրելու, կապ չունի ինքը լոյալության ինչ աստիճան կարող է հիմա դրսևորել։ Հիմա դիմաց հանրապետական ընտրությունները, հանրապետական ընտրությունների տրամաբանության մեջ կա երկու կարծիք, մեկը մյուսին հակասող, մեկը ասում է, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի հաղթել, մյուսին ասում է, ոչ, պետք է գնալ մի քանի ֆրոնտներով մասնակցել։ Հիմա այդ մի քանի ֆրոնտների խնդիրն է, որովհետև ցույց է տալիս այսօրվա իրավիճակը, որ եթե այսօրվա կոնֆիգուրացիայով ընդդիմությունը որոշի այդ բոլոր հայտ ներկայացրածներով մասնակցել, մի մասը բարիերի տակ են մնալու, այդ փոշիացված այնները հսկայական է լինելու։ Այստեղ ես լուծումը չեմ կարողանում պատկերացնել։ Մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան։ Մարդը, որը որոշում է ընտրությունների մասնակցել, ինքը առաջնորդվում է միմիայն սեփական ամբիցիաներով ու իր տեղը ֆիքսելու համար, որ ես էլ կարող եմ ընտրությունների մասնակցեմ, թե ինքը մտածում է պետության ու ընդհանուր գաղափարային տրամաբանության մասին։ Ես կարծում եմ, որ գլխավոր գործող անձանց պարագայում իրենք պետք է կարողանան այն ճիշտ բառերը ու ճիշտ գործիքակազմային հարաբերությունների ձևավորել հայտի ցանկություն ունեցող այդ մարդկանց հետ, ովքեր ընդդիմության դաշտում են աշխատում, որպեսզի իրանց նաև վաղաշապատի օրինակը բերելով բացատրեն, որ ժողովուրդ ջան, փոշիացված ձայները միևնույնն է գնալու է ամենաշատ ձայն հավաքած բանին։ Արդեն երկրորդ ընտրությունը ցույց է տալիս, որ իշխանությունը կարողանում է առավելագույն բանը ջանքերը գործադրելով ստանալ առավելագույն էֆեկտ, այսինքն կիրառելով վարչական ռեսուրս եւ ինչ-ինչ տեխնոլոգիաներով, որի արդյունքում իրենք հստակ գիտեն իրենց բոլոր ընտրողներին թե դեմքով, թե անուն ազգանունով ու կարողանում են իրենց բերել ընտրատեղամաս, դա նշանակում է, որ ընդդիմության նույնիսկ ընտրությունների ընթացքում նույնիսկ երկրորդ ամենաշատ հավաքած ձայնը, որը ընդդիմության ներկայացուցիչն է լինելու, այդ կռվի մեջ խնդիր ունի։ Ըստ այդմ խոշորները պետք է կարողանան փոքրներին բացատրել, որ դուք փոքր եք, ձեր հնարավորությունները այս պահին այսքան է, ոչ մի բան չի բացառվում, որ 5 տարվա ընթացքում դառնա այսքան, բայց եկեք կամ դուք մտեք ինչ-որ միավորումների մեջ, ցուցակների մեջ, որպեսզի նաև դաշինքի տոկոսի հաղթահարման խնդիրը չունենաք, այլ դեպքում ձեր փոշիացված ձայները փաստացի գնալու է շատը շատին սկզբունքով ու գնալու է իշխանությանը։ Ես հավատում եմ, որ դա կարելի է անել, ուղղակի այստեղ մենք պետք է հասկանանք ընդդիմության գլխավոր գործող անձինք արդյոք վերջնականապես այս ամեն ինչը ընկալել են ու իրենց շատ բարձր տեղից պատրաստ են նստել մի սեղանի շուրջ։ Դրական է դա դառնում, որ այս պահին գոնե պատրաստ չեն։ Եթե մենք չունենանք մի սեղանի շուրջ հավաքված ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին, ինչքանով է ուզում է իրենք ունենան անհաղթահարելի միջանձնային տեղ-տեղ նաև գաղափարային տարաձայնություններ, որովհետև գիտես նվազագույնը Գյումրիի նույն ընտրությունների վրա օրինակը բերեմ, հա, երբեք իրար հետ չհանդիպելով ու երբեք իրար հետ չխոսելով, միևնույն է, երբ որ տեղի է ունենում մի բան, որ օրինակ էս մի տեխնացու մյուս տեխնացուի հանդեպ անունը չտալով, բայց ինչ որ մի հատ բան կծողական խայծ է անում, մենք իրար մեջ գտել էինք այն փոխհարաբերությունների ձև, որ մեկը մյուսին խաբար էր ուղարկում, կներեք այս բառիս համար, որ մի արա։ Պետք չի։ Ու գոնե թե հստակ երկու տեղով կոնսենսուս կար։ Մի կոնսենսուս Գյումրին չպետք է ունենա իշխանական քաղաքապետ, երկրորդ կոնսենսուսը իրար չեն խփում։ Հասկանում ես, սեղանի շուրջ չենք հավաքվել, բայց գտել ենք այդ ձևը, իրար այդ ամեն ինչը հասկացնելու։ Դե Գյումրին փոքր ավելի մոդել է, հասկանում ես, հանրապետականի բարագայում քիչ այլ է լինում։ Նարեկ ջան, ստե գործող անձին բոլորին ճանաչում են։ Իհարկե ճանաչում են, մենք դա խնդրեմ, որ ճանաչում են։ Այնպես չի, որ ես չեմ կարծում, որ այն աստիճանի անհաղթահարելի խնդիրներ գոյություն ունեն, որովհետև այսինքն մենք չենք խոսում, չէ՞, մեկ ցուցակի մասին, ճիշտ է, հասկանում։ Մենք խոսում ենք մի քանի խոշոր միավորների մասին։ Մենք չենք խոսում մի ցուցակի մասին, մենք խոսում ենք մի
քանի խոշոր միավորումների մասին, որոնք այսպես թե այնպես միևնույնն է պետք է ունենան նույն գաղափարային գիծը, որովհետև կներես, նա ինչ է անում իշխանության ղեկավարը, հա 21 թվի ընտրություններից ամենակարևոր բանը դասը, որ պետք է քաղեին ընդդիմության ներկայացուցիչները, օրինակ վաղաշաբաթի ընտրություններում երևաց, որ կան որոշակի ներկայացուցիչներ, որոնք այդ դասը չեն քաղել։ Ինչ արեց օրվա իշխանության ղեկավարը 21 թվին։ Ինքը սկսեց էլի հանդես գալ ընդդիմության դիրքից։ Այսինքն ինքը ասում էր, որ բանը ես հիմա ժողովուրդ ջան կռվում եմ երկրորդ նախագահի ու երրորդ նախագահի դեմ, որոնք ուզում են մեր իշխանությունը, մեր, իսկ ինքը իրան ժողովուրդը չէ համարում, մեր ձեռքից խլել, այսինքն ինքը ընդդիմության դիրքից էր կռվում։ Հիմա ինքը նույն բանն է անելու ընդդիմության դիրքից, ինքը ինչ է ասում, ասում է նայեք, երկրորդ ու երրորդ նախագահան ու ցանկացած ոք, ով խոսում է Արցախի ու արցախահայության իրավունքների մասին, իրենք պատերազմի իշխանություն են, իսկ ես պատերազմի իշխանության ընդդիմությունն եմ։ Հիմա դրան հերթով կհասնենք։ Տես, շատ ճիշտ ես ասում, որ կա հստակ օրակարգային տարբերություն։ Իմ սուբյեկտիվ դիտարկմամբ վերջին 7 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը օրակարգ չի թելադրել երևի մի քանի ժամ։ Բացի նոյեմբերի 9-ի գիշերվա այդ իր անհետացումից հետո, անգամ ԳՇ-ի հայտարարության ժամանակ ինքը շարունակում է օրակարգ թելադրել։ Մի անգամ չի թելադրել, երբ որ Բագրատ arczepiskopos Գալստյանի շարժումը Երևանի մուտքից հասավ մինչև Հանրապետության հրապարակ ու պլյուս մի ժամ։ Այդ որտեղ այդ ժամանակ իշխանական ամբողջ Telegram ալիքները, բաները լռություններ եւ խոսում էր, ասում գավարիլ показывал Բագրատ arczepiskopos այդ ժամանակ։ Բայց դա տևեց շատ կարճ։ Հիմա իրանք շատ հստակ, շատ ակնհայտ ասում են հետեւյալը. մեր օրակարգը խաղաղությունն է։ Մենք բերում ենք խաղաղություն, ցանկացած մարդ ով գալու է եւ դրանից քվե է պահանջելու, բերելու է պատերազմ, 30 տարվա կոնֆլիկտի վերականգնում, զոհեր, իսկ մենք ընդհակառակը բանակնի բանն են կրճատում, այդ ժամկետային զինծառայությունն են կրճատում։ Ու անկեղծ ասենք, հիմա արի հարցին դու մոտեցի ոչ թե որպես Գյումրիում ընտրական process-ի արդյունքում հաջողություն գրանցած միավորի ղեկավար, այլ նաև որպես պրոդյուսեր, մարդ, որը որ այդ հասարակական եւ քաղաքական փոխհարաբերություններից մասնագիտորեն ավելի լավ է հասկանում, դրա հակառակ օրակարգը դու այսօր դաշտում կարևոր չի ինչ դերակատար է, տեսնում ես թե չես տեսնում։ Հա, որն է։ Նախ սկսենք նրանց ինքը ինչա անում է, այդ պրոդյուսերական կողմից, հա, եթե վերլուծենք։ Ինքը խոսում անդադար խաղաղության մասին խոսում է մի մարդ, որը իշխանության օրոք Հայաստանում եղել են բոլոր հնարավոր պատերազմները պարտված։ Բոլոր հնարավոր պատերազմները։ Գոնե թե 20 թվականից հետո եղել է ջերմուկը, եղել է իշխանասարը, եղել է Արցախի հանձնումը որպես այդպիսին, հա, վերջնականապես բան հայաթափումը եւ այլն։ Ըստ այդմ այն որ ասում է գողն է առաջինը գոռում, որ գողություն արեցին։ Ըստ այդմ ինքը այն մարդկանցից է, որ եթե սա Հայաստանում բոլորը խոսեն խաղաղության մասին, ինքը իրավունք չունի խաղաղության մասին խոսելու, բայց ինքը շատ բաների իրավունք չունի, որոնք 7 տարվա ընթացքում ցույց է տվել, որ ոչ մի խոչընդոտ իր համար չկա ու անում։ Ըստ այդմ, ապագա կամ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ նախ ընդդիմադիր սեգմենտը պետք է կարողանա բացատրի, որ ոչ մեկ պատերազմի հրձիկ չի։ Ու երբ որ խոսում են Արցախի ու արցախահայության իրավունքների մասին, խոսում է դա միջազգային իրավական գործիքակազմեր կիրառելով մարդկանց նվազագույնը ապրելու իրենց հողում իրավունքը վերականգնելու մասին ոչ մեկ չի ձգտում պատերազմի, ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ուզենալ պատերազմ։ Չկա նման բան։ Ըստ այդմ թողնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը կարողանա գետնի վրա մոնետիզացնի խաղաղության թեզը ու հենց այն թեզը, որը մի քիչ առաջ ասեցի, ինքը ասում է գոյություն ունի պատերազմի իշխանություն, որը տրանսֆորմացվում է երկրորդ ու երրորդ նախագահի դեմքերի վրա, ասում է ես այդ մարդկանց պատերազմի իշխանության ընդդիմությունն եմ, ըստ այդմ ես բերում եմ խաղաղություն, իրանք է խաղաղության ընդդիմությունն են։ Պետք է այդ խաղաղության գործիքակազմը, իսկ ճիշտը խոսենք, դաշտում եղած ընդդիմադիր թե տեխնոլոգները, թե գաղափարային գծի ջատագովները ոչ մեկ խաղաղության մոդել որպես այդպիսին չի բացատրում։ Հիմա ես գիտեմ, որ
նման օրակարգեր հստակ գետնի վրա աշխատող մեխանիզմներով։ Հիմա մարդ տարբեր ուժեր պատրաստում են, գիտեմ։ Դե ինչ որ մեկին է, ես եմ փորձում ինչ որ կերպ օգտակար լինեմ, հա։ Այսինքն այդ առումով հիմա դաշտում չկա, բայց կարծում եմ մոտ ժամանակներս հաստատ հայտնվելու է այդ գիծը, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում սպասված ցանկալի խաղաղության այն տեսակը, որը նաև կունենա հստակ անվտանգային երաշխիքներ, հստակ անվտանգության մեխանիզմ, որը բանկի երաշխավորի մեր խոսքերի ոչ սին լինելը, որովհետև ոչ մի բան օրվա իշխանության ղեկավարի խաղաղության թեզի չսին լինելը չի երաշխավորում, բացի նրանից, որ օրինակ հակառակորդ պետության ղեկավարը եւ իր հովանավորը թույլ են տվել նրան բարձրաձայն խոսել խաղաղության մասին, որպեսզի հնարավոր լինի նրա վերարտադրությունը։ Իսկ դու կարծում ես նախընտրական զինանյութ ստացել ինքը։ Միանշանակ, որովհետեւ այս պարագայում ունենալով ինչ նախընտրական բաներ է օգտագործում օրվա իշխանության ղեկավարը։ Ինքը հարկերի մասին ձայնը բարձրացնում է այնքան, որ չգիտեմ, հարկային տեսակապետ փոխել, հարկերն է պետք ավելացնել, բան, որ ինչ որ մի պահին նստի կառավարության նիստի ժամանակ ու ասի չի կարելի ժողովրդին նման բան անել, ոչ, մնում է այսքան։ Ինքը հրահանգ կիչեցնի պարեկներին, կասի մի տուգանեք այս ընթացքում մինչև օրինակ հունիս ամիսը, ներողամիտ մոտեցեք։ Օրինակ կարող է ամանորին համաներում հայտարարի բանը չմուծված ակտ։ Մենք մի անգամ արդեն դա տեսել ենք, չէ՞, 14 մի, այսինքն գործիքա կազմը իշխանության, ինչպես նվաճել ժողովրդի սիրտը, շատ հստակ ու պարզ է։ Էլի մի ամբողջ պետական բյուջե ունեն։ Երկրորդը ինքը ունի անսահմանափակ կարտ բլանշ դրսից ինչ որ գումարներ ստանալու ու երբ որ ինքը ասում է, երբ որ հարց են տալիս ինչի է արդեն 8 միլիարդի մոտենում քո օրոք մեր պետական պարտքը, արտաքին պարտքը ասում է եկեք տանեմ ցույց տամ զենք եմ առել, դու սուտ ես խոսում որ դու 8 միլիարդի զենք ես առել։ Տար ցույց տուր։ Այդ որ ասում ես տանեմ ցույց տամ, ոնց որ տարեն երկու ատոմակայանները ցույց տուր։ Որ ասի արի տանեմ գնաս հետո։ Միանշանակ, տար ինձ ցույց տուր 8 միլիարդի թուղթ ու գրիչով գնալու եմ։ Կայքերը բացելու են բոլոր զենքերի գներով, եկեք գնանք նայենք։ Որ ասում է 50 հոգով հավաքվեք, բայց բերանները փակ պետք է պայեք։ Մարդ պետք է հասկանում ես այդ ինչը։ Ասում են բերանները փակ, եկեք գնանք պետական կամ ռազմական գաղտնիք ձեզ ցույց տամ, բայց 50 հոգով հավաքվեք, տանեմ ցույց տամ այդ ամեն ինչը։ Ես մեծ հաճույքով կգամ, եթե դու պատրաստ ես ինձ 8 միլիարդի զենք ցույց տալ, որտեվ ես պատրաստ եմ քեզ 5 միլիարդի զենքը ցույց տամ, որը դու հանձնել ես Ադրբեջանին։ Բաց դրած է, մարդը իր բոլոր բաների ժամանակ, զորահանդեսների ժամանակ անում այդ ամեն ինչը ցույց է տալիս։ Հիմա մենք նաև գիտենք, չէ՞, որ դու X երկրից զենք ես առնում, ինչ դժվարությամբ է այդ զենքը գալիս հասնում։ Պետություններ կան, որոնք թույլ չեն տալիս իրենց օտային կամ ցամաքային տարածքով այդ ամեն ինչը բերել։ Ընդդիմության խոսույթը պետք է դառնա պարզ, հասկանալի, ժողովրդին համար շատ շոշափելի։ Ինքը հստակ խոսում է հետևյալ բաների մասին, ասում է ձեր համար անելու եմ էս, ձեր երեխեքը տարիուկես են ծառայելու, ժողովրդից շատ քիչ մարդ է խորանում, իսկ այդ տարիուկեսը ինչ անվտանգային ռիսկեր է բերում իր պետության համար։ Ինքը այդ պահին միայն մտածում է իր երեխու մասին, որ իր երեխեն քիչ ծառայի։ Ըստ այդմ մարդկանց պետք է ոչ թե ասել մենք տարիուկես բանը, այդ տարիուկեսը անվտանգային մեջ մեծ ռիսկեր է, ինչքանով էլ դա միանշանակ ճիշտ է։ Իսկ գուցե այլ մեթոդ գոյություն ունի ծառայության, որը մարդուն ոչ թե տարիուկեսը տնից կտրում տանում, այլ օրինակ կես տարի, բայց դրանով հնարավոր է անվտանգային համակարգը այնպես սարքել, որ բոլորը պատրաստ լինեն ցանկացած պահի պատերազմի։ Օրինակ Շվեյցարիայի օրինակը։ Ոնց է այնտեղ տեղի ունենում։ Շատ կարևոր օրինակ եմ բերում, ոչ թե պետք է սրա բերած օրակարգերի դեմ կռիվ տալու ասել, այսի նախընտրական բան անում, հա, նախընտրական բան անում։
Այլ պետք է այլ տեխնոլոգիա առաջարկել ու ասել ժողովուրդ ջան, իմիջիալից այդ տարի ու կեսը, որ ինքը արել է, ինքը չմտածված ուղակի կես տարի իջացրել է։ Այդ մտածված բան չկա, մենք տեսել ենք, որ մտածված, բացի ընտրությունների մասին մտածելուց, այլ մտածված բան չկա։ Մենք տեսել ենք, չէ, ես ու դու 2018 թվականից բացվող գործարաններ, որոնք 2 ամիս հետո փակվում են։ Այսինքն ստացվում է վիդեո կարգինք, ստացվում է, լավ, մեր ձավանի հեռուստացույցների վերջը այդ 5 բանը ես եմ, չէ՞, գոնե պատրաստ է, համացանցում է, տեղադրված է։ 5 մեր ձավանի հեռուստացույցի գործարանը, Կոտայքի մարզի, ինչի մասին է խոսքը։ Իդեպ հետո ազգային ժողովում, բա կանգնում ասում են ոնց ես գնացել եմ ավտոմեքենայի բան եմ բացել, գործարան եմ բացել, այդպիսի բան է եղել ու ես միքսած դրել եմ, որ այո, դու գնացել ես Այդ սեպու մեքենաներն էր, չէ՞, դա այո, սեպու մեքենա, չէ, սեպուն հետո էր։ Սեպուն արդեն որ Վահան Քերոպյանի օրոք էր սեպուն, որ տարան սեպու 1-ը։ Ու այդ 1-ը մնաց, էլի։ Բարձրացը տենց էր։ То есть սեպու 2 չեղավ։ Երկրորդ մեքենան, այդ սեպու 1-ն էր, որը էլի այդպես չեղավ։ Այն մյուսի անունը պարսկական ինչ որ բանը հապավում էր։ Տրիկոտաժի ֆաբրիկաներ Գյումրիում խոստացել էին օտանավակայանի կողքը թեթև մարտատար ինքնատիռների բան կառուցել, Ամասիայում 25 միլիոն դոլարի ներդրումով էլեկտրական ինչ-որ հողմաղացների Չէ՞ հիշում բանում Սյունիքում 21 թվականին ոնց էր գնում գորում ժողովուրդ, ասում էր, այս քաջարանը որ կա, այդ շատ լավ է, բայց մենք պետք է մի հատ պղնձաձուլարան կառուցենք անպայման, որպեսզի այդ մոլիբդենը գա, պատրաստի արտադրանք դառնա, նոր դուրս գա, գինը ավելի բարձրանա, ինչքան 5 տարի անցավ այդ պղնձաձուլարանը կարծես թե Հիմա եթե մի քիչ օրինակները նայենք ինչ է տեղի ունեցել Միխայել Սահակաշվիլիի օրոք Վրաստանում ու ինչը մեր մոտ տեղի ունենում, էմոցիոնալ մասը մի քիչ հանած, վերաբերմունքները, խարիզման ու արևմուտքի ներգրավվածության աստիճանը, հա, իրականում ինչ արեց բանը, ասֆալտապատում կամ բետոնապատում ճանապարհների Իբր փորձեց իրավական համակարգը կարգի բերել, բայց որը վերջնահարցությունքում վերածվեց ռեպրեսիաների նմանություն չես տեսնում Հայաստանի հետ։ Նմանություն տեսնում եմ այն տարբերությամբ, որ օրվա իշխանության ղեկավարը կարողանում է իրեն հարմար պահին, երբ որ իրեն պետք է դառնա ռուսամետ, երբ որ իրեն պետք է դառնա արևմտամետ, երբ որ իրեն պետք է դառնա թուրքամետ եւ այդպես շարունակ։ Դիմության մեջ եմ Ռուբեն տարբերություն տեսնում են առումով, որ այնտեղ երկու փորձ եղավ, չէ՞, կար Պատարկացաշվիլիի փորձը, որին ցույց չտվեցին մասնակցել, եւ կար Իվանիշվիլիի փորձը։ Հիմա շատերը, քանի որ այս ընտրությունների ֆավորիտը մեր ձևով ես Սամվել Կարապետյանն են համարվում օբյեկտիվորեն իրանց ամենացուցանիշներն բարձր եւ բարձրանում է դեռևս։ Այդ դիլեման իմ առջև կա, ինքը գնում է Պատարկացաշվիլիի ճանապարհով, այդ ուժը թե Իվանիշվիլիի ճանապարհով։ Դե Իվանիշվիլիի պարագայում համախմբումը շատ լայն է, շատ մեծ է, բոլոր այդ դրոշի տականեցին։ Բայց նայ, Իվանիշվիլիի պարագայում եղել է նախապատրաստական տնային աշխատանք, որը այս պարագայում, ես ինչ եմ ասում, որ որքան նայում եմ process-ներին, ես չեմ տեսնում, որ Սամվել Կարապետյանի այդ հարցազրույցը բաներ, նախերգանքն էր իր քաղաքական բանի, հայտի ուժի ձևավորման ու բանի, ընդամենը սեփական վախերով առաջնորդվելով օրվա իշխանության ղեկավարը փորձել է գնալ նա ապիրիժենի է, կներեք ռուսերեն բառից համար, որովհետև միևնույն է ինքը անընդհատ իր մտքի մեջ այդ բոլոր սցենարները մտածել է, որ օրինակ ինչ գործողանց կարող է մտնի քաղաքական դաշտ, որը կարող է իմ համար վտանգ հանդիսանել։ Ենթադրում եմ, որ 2-3 մարդկանց անուններ, որոնք այսպես թե այնպես օդում շրջանառվում են, մեկը միանշանակ եղել է Սամվել Կարապետյանը։ Ու այո, Սամվել Կարապետյանի հայ առաքելական եկեղեցուն աջակցելու այդ հարցազրույցը, որի մեջ չկա ոչ մի երկու ամսով էլի երկարացին մարդը։ Չկա ոչ մի բառ, որով կարելի է մարդուն ասել, որ всё ինքը եկել է իշխանությունը խլելու ու պատրաստվում է իշխանազավթում տեղի ունենալու, դա խոսում է միայն իր վախերի ու այո, ավելի առաջ գնալու կապ չունի ժողովրդավարության բաստիոնի քաղաքական բանը, վարկանիշը այլ տեղերում, արևմուտքում կզիջի բան, կընկնի թե չէ, որովհետև
Ես վստահ եմ, որ ինքը ունի կարտ պլան շանելու այն ամեն ինչը որ ինքը հիմա անում է։ Ըստ այդմ ինչից սկսվեց։ Իվանիշվիլի ենք, արել էին շատ լավ նախապատրաստական աշխատանք։ Տնային գործ էին։ Այո, հիմա օրինակ փոքր օրինակ բերեմ, չասեմ որտեղից էս այդ ամեն ինչը գիտեմ, ի պաշտոնե եմ պրոստը այդ ժամանակ իմացել, էլի։ Օրինակ մինչև իր գլոբալ քաղաքական հայտի ու իր ուժի ձևավորման առաջի պլան գալը Վրաստանում ինքը ձեռք է բերել երկու հեռուստաալիք, այդ որ ես քեզ ասում եմ 2010, 11, 12 թվականներն է։ Երկու հեռուստաալիք, մոտ 5 ռադիոալիք եւ այն ժամանակ քանոր ինտերնետը այդ աստիճանի բան չէր ու ինտերնետ մամուլը որպես այդպեսին հիմնական գրող չէ, մի 8 լրատվական բան։ Ու դա տեղի է ունեցել իր հոլդինգներից մեկի դուստր ձեռնարկություններից ու միանգամից։ Այսինքն բանակցությունները գնաց, մի շաբաթում հայտարարվել է, որ այս բաները, այս ընդհանուր մեծ հոլդինգը մտնում է մի հոլդինգի մեջ։ Մոտավորապես նմանատիպ բան ժամանակին արել էր Սիլվիո Բերլուսկոնին, օրինակ Իտալիայում։ Ու ունենալով հստակ, ուժեղ մեդիա ռեսուրս, իսկ այն ժամանակ շատ լավ գիտես, որ բնակչության մեծամասնությունը հեռուստացույցից էր իմանում իր լրատվական կամ ինքը արել էր շատ կարևոր քայլ, ինքը հստակ նախապատրաստվում էր մտնել քաղաքական դաշտի մեջ, ունենալով հստակ ծրագիր, հստակ ռազմավարություն, որի կարևորագույն ու բաղկացուցիչ մասը ունենալ սեփական մեդիա հարթակներն է, որպեսզի կախվածության մեջ չլինել այլ բաներից, աշխատագործոններից։ Հիմա նայ, երբ որ համեմատում ես, այս պարագայում մարդը եկել է իր հարազատի, այո, մահվան 40-ին հարցազրույց են ուզել, հարցազրույց է տվել, չգիտեմ, 7 րոպեանոց է, ինչքան է, 45 վայրկյան է, ու հանգարց պարզվել է, որ ամբողջ իշխանական թևացնցումների մեջ է մտել, ասել են, սկսվեց երևի, ինչ է պետք, ավելի խելացի բան մտածել։ Պետության համաբերանդ կմնաս տահակ եւ այլն։ Դե նայ, այն ամեն ինչը ինչ որ համակարգը իրանց ոնց է աշխատում, միանգամից հրահանգը իջնում է, բոլորը սկսում են խոսել հիմարությունների գագաթնակետը, առանց մտածելու, որ այդ հիմարությունների համար վաղը իրենց հարց են տալու, իրենք գնալու են դատարաններ, պարտվելու են այդ արտահայտությունների համար, բայց ինչ տեղի ունեցավ նույն 2016 թվականի ապրիլյանից հետո։ X քաղաքական տեխնոլոգը կամ քաղաքական վերլուծաբանը, չեմ ուզում անուն ազգանունը տամ, նստած եթերում ասեց բանի գիշերը շտաբի պետը Խաչատուրովը բիլիարդ խաղալուց է եղել, ինքը խաբար է չի եղել, որ պատերազմը սկսվել է։ Վերցրեց ամբողջ NGO-շնիկների ու արևմտյան ֆինանսավորում ունեցող բան լրատվամիջոցները այդ ամեն ինչը տարածեցին, մյուս սեգմենտը վերցրեց տարածեց, բանակը կռվում է լապատկեկով ուտելու բան չունեն ու ես շատ գիտեմ ինչ չունեն, սաղ տարածեցին, Խաչատուրովի ընտանիքը դատի է տալիս, այդ մարդը դատարանում պարտվում է, դատարանը իրենից պահանջում է, որ ինքը հերկի նույն մեթոդով, ինչ մեթոդով, որ ինքը հերքում է, բայց դրա տարածվածության աստիճանը գնում է։ Ու դա կարծեմ 2018 թվականին է դատը վերջացած, թե 19 թվականին։ Այս իշխանության օրոք ինքը պարտվում է այդ դատը, ինքը հերքում է, բայց դրա տարածվածության աստիճանը քանի որ 5% է, մարդիկ դեռևս կան, որոնք շարունակում են խոսել նրա մասին, որ Խաչատուրովը չի եղել, բիլիարդ է խաղացել այդ պատերազմի ժամանակ։ Այո, որովհետև այդ բանը հայպային ինֆորմացիան շատ ավելի բան է դա։ Իրանք այդ նույն տեխնոլոգիաներով հիմա հստակ աշխատում են, այսինքն կա ստեղծված մի համակարգ, կա օրինակ իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներ, որոնք հիմնական ֆեյքը տարածող լրատվամիջոցն են։ Հերիք չի այդ ֆեյքը տարածում են, մի հատ է դա գովազդի տակ են դնում։ Մի հատ այդ վերջում մուննաթ են գալիս, թե դուք գտնվում եք։ Հիմա ի դեպ այդ թեման շատ հետաքրքիր թեմա, այստեղ է կարծիքդ կուզենայի լսել։ Տես, ներքին առումով կարծես թե պլյուս մինուս ինչ որ ամեն ինչ հասկանալի է։ Արտաքին առումով վերջի Հայաստանի պես փոքր պետությունները արտաքին ազդակներից շատ ազդվում են, հա, այսպես ասենք, ու իրականում 18 թվականի այդ քաղաքական փոփոխությունները այնուամենայնիվ արտաքին ազդակների տրամաբանության ներքո տեղի ունեցավ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելավ հայտարարեց, որ մեր դեմ հիբրիդային պատերազմ է, այն այլ այլն, այդ ընթացքում Մայա Սանդու հետ հանդիպեց, իմ մոտ այդ բանկա է, ռուսերեն բռնած, что так можно было։ Հիմա իր մոտ է տաց, կարելի էր փաստորեն։ Հիմա այդ կարելի տրամաբանության մեջ ուրեմն Հայաստանում քաղաքական բանտարկյալները շարունակելու են
բանով աճելը, ուրեմն ռեպրեսիաները շարունակվելու են, դատերը շարունակվելու են, չգիտեմ, փաստաբանների ու լրատվամիջոցների են հասնելու եւ այլն եւ այլն։ Ուտեղ այդ ամեն ինչը արևմուտքի ձայն բարբառո անապատի տրամաբանության մեջ։ Այստեղ ես այդ օրինակը միշտ բերում 2008 թվականին, երբ որ էլի քաղաքական իշխանությունը գնաց ռեպրեսիաների եղան բազմաթիվ կալանավորվածներ, բաներ եւ այլն, ինչ որ մի բան կար, հիմնարկ կար, որ կոչվում է Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանություն, հա, այդտեղ մարդ կար Համերբերգ անունով, գալիս էր Հայաստան, խոսում էր իշխանությունը, այդ մի քիչ իջացնում էին բաները, մարդկանց բաց էին թողում, այս կոմ եւ այլն, այսինքն ինչ որ մի ինստանցիա կար, որտեղ հնարավոր էր դիմել։ Հիմա հայ ժողովուրդը մնացել է այդ կոալիցիայի դեմ կամ հայ ժողովրդի ընդդիմադիր հատված, այսպես ասեմ։ Այդ կոալիցիայի դեմ մենակ, просто наши действия։ Ինչ է անում օրվա իշխանության ղեկավարը։ Ինքը դրսում ասում է, որ ախպեր ջան, ես ներսում ժողովրդի հետ խնդիր չունեմ, ժողովուրդը իմ հետ է, իմ խնդիրները դրսից են։ Հա, բանա, ռուսական 5-րդ շարասում KGB եւ այլն դրսից են։ Հետո գալիս է այստեղ ինչ է ասում, ժողովրդին ասում է ժողովուրդ ջան, մենք դուրսը թշնամի չունենք։ Ոչ Ադրբեջանն է մեզ թշնամի, ոչ Թուրքիա, մենք ընդհանրապես թշնամիներ չունենք։ Մեր միակ թշնամիները ներսում են։ Ու նշանակում է թշնամիներ ու ամբողջ ժողովրդին հանում է, ասում է SSSS թշնամիներ։ Ոնց որ 19 թվականին դատարաններն էին օրինակ։ Ու այդ տեխնոլոգիան հստակ աշխատում է ու ինքը իր գոնե թե ունեցած էլեկտորատին անընդհատ, ես ինչի այդ օրինակը բերեցի, երկրորդ ու երրորդ նախագահի դեմքով ինքը անընդհատ հանդես է գալիս իրանց ընդդիմություն։ Իր էլեկտորատի մոտ մինչև հիմա կա տպավորություն, որ բանը Նիկոլը իրանց ամենասիրելի ընդդիմադիր գործիչն է, հասկանում ես։ Ու ինքը դա կապիտալիզացնում է, մոնետիզացնում է, համել ինչի արդյունքում է դա կապիտալիզացնում, մոնետիզացնում։ Որովհետև քաղաքականությունը որպես այդպիսին հայ ժողովրդին ամենայն մանրամասնությամբ որպես այդպիսին հետաքրքիր չի։ Այսինքն ինքս ինչ է մտածում, ինքը մտածում է, որ Քոչարյանը, որ իշխանությունից է լավ, всё էլ Քոչարյան անունը ինքը կյանքում էլ պետք է չլսի, կամ Սերժ Սարգսյանը, եթե իշխանությունից է լավ, ինքը էլ կյանքում իր անունը եթե լսում է, ուրեմն այդ չար երկու կերպարները ուզում են գան իր ազատ կամ արտահայտության կամ խոսքի իրավունքը, տես դու պիտի նկատած լինես բազմաթիվ հաստատ ձեր լրագրողներն են նման բան ներկայացնում են, երբ որ ասում են լավ, բայց ինչ կա հիմա, որ բան չի, առաջի բանը, որ նայում ես այդ մարդուն, չէ՞։ Այդ մարդը ասում է, բա առաջ չենք կարա խոսանք, իսկ հիմա կարանք խոսանք։ Ուզում ես ասես տակ մի վարքյան։ Երկրորդ հարցը, ինչ էիր ուզում առաջ խոսայր, որ չէիր կարա, ու ինչ ես հիմա խոսում, որը այդքան կարևոր է, որ դու այն ժամանակ չես ասել։ Այդ երկրորդ հարցից սա այդ թեզը քանդվում է, որովհետև նայ ինքը կարողացել է իր էլեկտորատի մոտ ստեղծել այն տպավորությունը, որ դուք այնքան ճնշված եք եղել, այնքան խնդիրներ եք ունեցել, դուք ձայնի իրավունք չեք ունեցել, դուք խոսքի իրավունք չեք ունեցել։ Հիմա այնպիսի գործիքակազմեր եք կիրառում, որ մարդը պետական հիմնարկում օրինակ աշխատելով երբեք ասենք թիմ ընտրությունների չի գնացել, չէ՞։ Չի ուզեցել, չի գնացել այդ մարդը։ Հիմա չի կարա չգնա, որովհետև գտնում են որտեղ է ինքը գրանցված, եթե նույնիսկ Երևանում է ինքը աշխատում եւ հորդորում են, ասում են դե այսօրը կգնաս, ու ամենակարևորը ընտրությունների ընտրական տեղամաս կմտնես անպայման մինչև ժամը 3-ը, որովհետև իրանք ժամը 3-ից 4-ի ընթացքում հստակ արդեն պետք է իմանան իրանք իշքան ձայն ունեն հավաքած։ Արդեն սկրիներ կային ինտերնետում վաղարշապատի հետ։ Այո, նույնը տեղի ունեցել Գյումրիում, եթե դուք հիշում եք, իշխանության ներկայացուցիչը ասում էր շատ վստահ, դե վաղը կգաք ինձ կշնորհավորեք, ինչի, որովհետև այն ամբողջ ռեսուրսը, որը պետք է գնար ընտրությունների, իրենց արդեն տեղեկացրել են, որ դրանց զգալի հատվածը արդեն մտել է ընտրատեղամասեր, քվեարկել է եւ իրանք այդպես վստահություն ունեն, իրականում իրենց գնացել են, բայց ում են ընտրել։ Իրականում, չէ, նու փորձը ցույց է տվել, տեխնոլոգիան հենց այդպես է աշխատում, որ առաջին 6 ժամվա ընթացքում մեծամասամբ ընտրությունների գնում է իշխանության ռեսուրսը, որովհետեւ իրանց հասցնում են այդ տեղը, որպեսզի իրենք ստանան, չեմ ասում ֆիզիկապես ստանում են, գտել են ձևը, որ այդ մարդը ինքն է գնում, բայց գնում է շուտ քվեարկում է, որպեսզի հետո ինչ որ մի ձև տեղեկացնի, որ ես մտեք քվեարկել եմ +3 դրեք օրինակ, կամ +2։ Դրա համար իրանք
նույն Գյումրիում դու պետք է հիշես, իրենց մոտ բանը դեպրեսիվ շարժումները սկսեցին, երբ որ ժամը 6-ին եկավ ժամը 5-ի տվյալը։ Երբ որ արդեն տեսան, որ երբ որ իրենք տեսան, որ 39000 մասնակցություն է, ու իրանք տարբեր տեղերում նույնիսկ խոստովանել են, որ իրենց հաշվարկը եղել է 30-ից 32000-ի ընդհանուր։ Իսկ երբ որ արդեն 39000 է, այստեղ լուրջ խնդրեմ կա, այդ 7000 արդեն չհաշվարկված է, հələ մի հատ էլ որ վերջացավ 47000-ով, արդեն նախորդ ընտրությունների հաշվարկի մեջ եղավ լուրջ խնդիր։ Ըստ այդմ բարձր այս մենք պետք է փաստենք, որ միևնույնը ապագա բոլոր ընտրություններում բարձր մասնակցության նվազագույնը 35-ից 40%-ը ապահովելու է իշխանությունը։ Այ ընդդիմությունը սա պետք է ֆիքսի, երբ որ ինքը նաև ասում է բարձր մասնակցություն, պետք է հասկանա, որ այդ բարձր մասնակցության մեջ գուցե նշանակալի ռեսուրսը լինելու է իշխանության ռեսուրսը։ Ըստ այդմ դուք պետք է կարողանաք ել ավելի շատ մարդ բերեք, որպեսզի դա դրանով փակվի։ Գյումրիի ընտրությունների առավոտյան իմ ճեպազրույցի ժամանակ ես հենց էդ էլ վերջի բանը, երբ որ ասեցին իսկ ինչ է պետք հաղթելու համար, իմ վերջի տեքստը էր հետևյալ. Ժողովուրդ ջան, ես ունեմ տպավորություն, որ լինելու է շատ բարձր մասնակցություն, բայց ելի խնդրում ու հորդորում եմ ձեզ, եկեք մտեք տեղամաս, կապ չունի ում եք ընտրում ընդդիմությունից, կարևորը իշխանությանը մի ընտրեք։ Այս խոսույթը ես ու հանուն արտարության մյուս տեխնացուները քարոզարշավի 4-րդ օրվանից 5-րդ օրվանից սկսած նույնպես, որովհետև սկզբից դրա մասին մենակ ես էի խոսում, բայց 4-րդ 5-րդ օրվանից սկսած արդեն բոլորը անխտիր ասում, այն ինչ որ մենք չենք տեսել վաղար շաբաթում։ Էլի 1 կամ 2 տեխնացու էր դրա մասին ասում, համատարած տեղի չէր ունենում, որովհետև տարբեր տեղեր կա, որ բանը հանրային խփեցին էլ իրար 1-2։ Հիմա ասածս ինչ է, գոյություն ունի հստակ արդեն գոնե թե 3 ընտրությունների տեղով տեսած բան, ինչ պետք է անել։ Եթե դու փարակյարի տարբերակով ես գնում 1000 օղորմի վալուձային, բայց այնտեղ կար կոնկրետ անձ ու անձի շուրջ վառ անհատականություն ու այդ վառ անհատականության շուրջ տեղի ունեցող քաղաքական համընդանուր ժողովրդական սիրո ու վստահության դրսևորում։ Քանի նմանատիպ մարդ մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում, որոնք համեհանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։ Մատերի վրա կարելի հաշվել։ Մի ուրիշ հանգամանք էլ կա, որի մասին ուզում խոսել, այդ տենա, որ էլի մոլդովական սցենարի մասին խոսում, Մոլդովայում ինչ տեղի ունեցավ, անգամ Ռումինիայում իշխանություն փոխվեց, հետ վերադարձրեցին։ Մոլդովայում էլ կուսակցություններից, ընդդիմադիր կուսակցություններից մեկին թե երկուսին հանեցին վերջին պահին ընտրարշավից։ Հիմա ես վստահ եմ կամ կա իմ մոտ ողջամիտ կասկած, որ այս նույն process-ը Հայաստանում է կրկնվելու։ Այսինքն պարտքերացա լինելու է ֆավորիտ ուժ, այդ ֆավորիտ ուժը գնալու է, հասնելու է ինչ-որ ժողովրդականության մակարդակի ու ընտրություններից ասենք 5 օր առաջ գրանցված լինելով բյուլետենում, պարզելու է, որ ինքը օրինակ ունի ֆինլանդական ֆինանսավորում կամ չգիտեմ սինգապուրյան ֆինանսավորում, իսկ դա չի կարելի Հայաստանի օրենսությամբ ու այդ ուժին քվեաթերթիկի մեջ պահպանելով իր անուն ազգանունը դուրս են հանում կենտրոնական ընտրական որի մասին իրենք իմացել են դեռևս 25 թվականի դեկտեմբերից, բայց քննչական գործողությունները հիմա է եկե հասե։ Նարեկ ջան, դու գիտես արդյոք դու չունես քո անունով բան գործ հարուցված, որը ինչ որ մի դարակում դրված է ու X պայի դուրս է գալու, երբ որ իրենց է հարմար։ Ոնց որ իմ ակտի գործը եղավ, այսինքն մի տարի առաջ գործ են հարուցել, որի մասին ես տեղյակ չեմ եղել, ընտրությունների մեջ ինձ ասում են բան ու գործը թող, հել արի բան է Երևանում բանի։ Հիմա ասածս ինչ է, այո, բոլոր գործիքակազմերը հնարավոր ու նույնիսկ ձեր մտքին թվացող անհնար օրվա իշխանությունը կիրառելու է։ Եթե պետք է որ իրանք ստեղծեն հիմիկվանից լսեն մեր բոլորի հեռախոսները, հետո դրանից կտրելով կպցնեն ինչ որ մի բան ու ասեն, որ այս մարտիկ բանը իրականում բանը ֆինանսավորումը Կուալա Լումպուրից է իրենց գալիս, իսկ մենք 3 առաջ օրը որոշեցինք, որ տվյալ բանի երկրի բնակչության հետ կամ մայրաքաղաքի բանը բնակչության հետ մեր հարաբերությունները կտրուկ վատացել են, այդքան էլ լավ չեն ու իրենք այլևս բանը այլ երկրի բանը գործը ազդեցության գործակալ են համար կանեն, ամեն ինչն էլ կանեն։ Այստեղ ինչ եմ ասում ընդդիմությունը ուզած չուզած
X պայի սեղանի շուրջ պետք է նստի, որովհետև բոլոր հնարավոր ռիսկերը հաշվարկելով, նույնիսկ գլխավոր գործող անձանցից մեկի ղեկավարների կամ ուժի խաղից դուրս մնալու պարագայում եղած ռեսուրսը չփոշիացվի։ Այստեղ այդ դրա համար է ամենակարևորը պետք, որովհետև տես անընդհատ խոսում են նույն հաղթանակ Դաշենկի մասին, ինչ էր գլխավորագույն թեզը, ինչ էր, քոչարյանական բանը, ուժը ոչ մի բան։ Հիմա Գյումրիի ընտրությունների ժամանակ թե երկրորդ նախագահի, թե երրորդ նախագահի անունները անդադար շարքվում էր։ Իհարկե։ Անդադար։ Բոլոր 4 բան տեխնացուների առաջի համարների, ովքեր հաղթահարել են անցողիկ շեմը եւ լուրջ տոկոսը երրորդի հետ էին շարքում, Վարդան Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ոչ Էջմիածնում է, չէ, Սևակին դա չխանգարեց, որպեսզի ինքը կարողանա։ Իդեպ իր պատի Սևակի ինքը մաքսիմալ է արել, ըստ այդմ, երբ որ ասում են, տես, ես միշտ ասում եմ, մեր ընդդիմության դաշտում ու ընդդիմության շարքերում գոյություն ունի ընդդիմադիր էլեկտորատի ռոմանտիկ հատվածը, շատ հարգանքով եմ սա ասում, որովհետև մարդկանց էմոցիաները հենց այդպիսին են, մարդիկ անընդհատ ուզում են հավատան, որ արդեն վերջ, արդեն այս մարդը շանս չունի։ Ու վաղաշաբաթի ընտրություններից հետո ապոկալիպտիկ բան տրամադրությունների մեջ են, որ ոնց կարող է այս ամեն Ժորժ ջան, ընտրական process է։ Եթե գյուղերը հանում ես, ու եթե դուք պետք է իմանաք, Սևակը շատ լավ ռեզուլտատ է ցույց տվել ու շատ կարևոր է հասկանալ, եթե Սևակը այդ ռեզուլտատը ցույց է տվել։ Լինեին 1 կամ 2 բացի Մայր Հայաստանից ուժեր, որոնք մի քիչ այլ կերպ հանդես գային, ճիշտ մաթեմատիկայի մեջ լինեին, խոսույթը ուրիշ կերպ լիներ, բոլորով պայմանավորված այլ տեխնոլոգիաներ կիրառեին, գուցե դուք լրիվ այլ ռեզուլտատի ականատես լինեիք։ Ըստ այդմ պետք է ասել ապրի Սևակը, բայց նաև պետք է հստակ փաստել, որ եթե փաստորեն այդ գործերը հարուցված եղել է, ու եթե օրինակ այդ տվյալ ուժը քաղաքում իշխանություն էր ստանձնում, ընդհանրապես բացառված չի, որ երկրորդ ու երրորդ օրը իր գրասենյակ չէին ներխուժելու դիմակավորված մարդիկ եւ չէին ասելու, որ 2 ամիս ու կես առաջ մենք գործ էինք հարուցել, այս է դատարանի որոշումը, որ մենք գաղտնալսման իրավունք ունենք, փաստորեն Վարդան Ղուկասյանին գաղտնալսել են դեռևս մայիս ամսից։ Այսինքն իր ընտրվելուց հենց ստանձնել է պաշտոնը, նա անմիջապես էլ են գաղտնալսել։ 10-15 օր հետո սկսել են արդեն գաղտնալսել։ Իդեպ լավ թեմա բացեցիր, կուզեի այդ թեմայով խոսել, Գյումրիում ինչ է սպասվում, որովհետև ինչ որ օթում կախված լուրեր կան, որ ԿՊ-ն կփորձի իշխանությունը վերցնել, խաղալ են հանգամանքի վրա, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է Կալանավայրում, ինչ վիճակ է։ Ինչի օթում կախված լուրեր, ԿՊ-ի միակ նպատակը բոլոր տեղերում իշխանություն վերցնել, եկեք այդ օթից կախված լուրերը բան չանենք, չասենք որ իսկ կարող է sense բան անեն։ Չէ, ոչ թե կարող է, այլ հաստատ այդ մարտիկ իհարկե բոլոր տեղերում ուզում են իշխանություն վերցնել։ Հիմա եթե դրա համար պահանջվի ավագանիների վրա հոգեբանական ճնշում գործադրել եւ այլն անել, մենք այդ ամբողջ գործիքակազմը տեսնում ենք գետնի վրա անելով։ Ինչ է պետք անել Գյումրիում կոմունիստական կուսակցությունը պետք է կարողանա իր մանդատների քանակը լրացնի, նաև մեր քաղաքը խմբակցությունից պարոն Գրիգորյանի մի հոգի մանդատը դրել է հաջորդ մարտն է մանդատը վերցնելու, որպեսզի կարողանանք 18 մանդատ գոնե թե այս պարագայում ունենանք, քվորումը ապա 17 մանդատն է քվորումը, բայց փորձը ցույց տվեց մարտը մեր քաղաքը Դաշենկից ավագանին անձնական խնդիր ունեցել էր չէր կարողացել ներկայանալ, որը փորձեցին քաղաքական բանի։ Ու հիմա այստեղ ամենակարևոր բանն եմ ասում։ Մարդու անձնական խնդրի պատճառով ավագանու նիստին չկարողանալով ներկայանալը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը տեսնելով, որ քվորում ընդդիմությունը ինքն իրենով չի կարողանում հավաքի, չեկավ։ Այսինքն տապալեց, այսինքն քաղաքի կառավարման վրա, երբ որ խոսում են կառավարման ճգնաժամ, այդ կառավարման ճգնաժամը իրենք են ստեղծում, հասկանում ես, իսկ այդ օրը օրինակ քննարկվելու էր բազմաթիվ հարցեր, սոցիալականից սկսած վերջացրած ամանորից։ Հաջորդը երբ է։ Դեկտեմբերի 10-ին էր թե 11-ին էր, ամեն դեպքում մենք արտահերթ նիստերի իրավունքներ ու հնարավորություններ ունենք։ Իմ ասածը հետևյալի մասին է։ Այն բոլոր տեղերում, որտեղ ԿՊ-ին պետք է, որպեսզի իրենք մտքի ծերով նույնիսկ չանցնող մեթոդներով իշխանությունը վերցնեն, իրենք գնալու են։ Իրենք դա անելու։ Միանշանակ մտածել, որ իրենք գործելու են միայն, նայ, եթե իրենց պետք լինի օրենք փոխել, Վանաձորում ի՞նչ տեղի ունեցավ։
Իրանք կմտնեն ԺՊԿ նշանակել։ կներես փաստացի սահմանադրական դատարանի դատավորից ազատվելու համար իրենք մտան ազգային ժողովում սահմանադրություն չէ փոխեցին։ Երբ որ դրան հանրաքվեով էին ուզում գնային։ Այո։ Կոവിഡ്ից առաջ իրենք մտան ազգային ժողով սահմանադրության մեջ փոփոխություն մտցրեցին։ Հիմա ի՞նչն է իրենց խանգարում։ Անընդհատ օրինակ նույն ընտրական օրենսգրքի մեջ ու բան մտնեն ու այդ փոփոխությունները անդադար մտցնեն, որպեսզի իրենց համար հարմարեցնեն, այն որպեսզի իրենց վերարտադրությունը լինի։ Կամ ներքինձային չասեմ, համոզմունքը ինչ է, Գյումրիում իրենց մոտ կստացվի թե չի ստացվի։ Ոչ մի բան չեմ բացառում, ել եմ ասում, եթե մենք ունենանք 18 մանդատ ու շարունակենք քաղաքի բնականոն գործունեությունը, փոխքաղաքապետը ի պաշտոն է կարող է ԺՊ չէ ի պաշտոն է, քանի քաղաքապետը չի կարող իր պարտականությունները կատարի, փոխքաղաքապետը կարող է շարունակել այդ գործը մինչև այն պահ, օրինակ, որ հանգարց պարզվի, որ օրինակ քաղաքապետը ի պաշտոն է, այլևս չի կարողանում զբաղեցնել Հա, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի մեթոդով, բայց քանի դեռ այդ խնդիրը չկա, ես չեմ տեսնում այնպես, որ կարող է կառավարական կոլապսի վերածվել։ Ուղղակի այս սաղ մեր խոսակցության ռեզումեն մենք պետք է ինձ թվում է բերենք հետևյալ մտքին։ Արդեն պարզ է, որ իշխող ուժը ցանկացած փոքրիկ տեղում ընտրությունների արդյունքները վերաձևավորելու է իր գաղափարական հաղթանակի, այսինքն հարգելի հայրենակիցներ, ձեզ 21 թվականին ասում էին, որ մեր նախընտրական ծրագրի մեջ կա առանձին հատված անջատում հանուն փրկության Արցախի հետ կապված, հետո ձեզ կանգնան ասեցին, որ մեր սխալը գլխավոր եղել է, որ մենք 19 թվին չենք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Ըստ այդմ ձեզ բոլոր ընտրությունների քարոզարշավների ընթացքում ասելու են մի բան, ընտրությունների արդյունքներից անմիջապես հետո անելու են լրիվ շատ հնարավոր է հակառակ բան։ Հադությո դեօկուպացիա, Շուշիի դեօկուպացիա, եւ բոլոր փոքրիկ ընտրությունները իրանք ընտրություններին վերաբերվում են հանրաքվեի լոգիկայով։ Վաղը, եթե հանգարց որոշվի, որ օրինակ Վանաձորում պետք է գնալ արտահերթ ընտրությունների, իրենք Վանաձորի ընտրությունների տրամաբանությունը էլի փորձելու են մի հոգի մարդ գտնեն, որին տարանջատեն ԿՊ-ից, որպեսզի իր անձի շուրջ ամեն ինչը կառուցված լինի, այդքան ողբերգական վիճակ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևակերպման բանի մեջ, հա։ Հետո իրենք բանի հաղթանակը, եթե օրինակ Վանաձորում հաղթեն, ասել են դու գիտեք իրականում մեզ ինչի քվե տվիք, որ մենք անկախության հռչակագրի մեջ փոփոխություններ մտցնենք, միանձնյա տարածքների հանձման ինչ որ բան անենք, որովհետև դա բերելու է խաղաղության։ Դուք երբեք չեք իմանալու ինչի օգտին եք քվեարկում։ Դուք իրականը ինչի օգտին եք քվեարկում։ Եվ ընդդիմությունը այլևս պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով։ Իր խոսույթն ու առաջարկությունը ժողովրդին այնքան հստակ պիտի լինի ու այնքան հասկանալի ու գետնի վրա շոշափելի, որ մարդիկ չտրվեն այլ թեզերի, որ մարդիկ չմտածեն, որ հիմա երկուսիս մոտ էլ բաժակով ջուր է դրած, երկուսը ջուր ենք խմել, այս սաղ ընթացքում, չէ, պարզ ու հստակ, բաժակ, ջուր, պետք չի մի անգամից գնալ նրան, ասել իսկ ինչ է Նարեկի մոտ ջուրը մի քիչ ավելի շատ, իսկ Ռուբենի մոտ ավելի քիչ։ Նախ պետք է ֆիքսել, որ երկուսն է ունեն բաժակ, որի մեջ կա ինչ որ քանակությամբ ջուր։ Ոչ թե մենք դեմ ենք, Ռուբոն դեմ է, որ իր մոտ դրած լինի այս բանը։ Իսկ ինքը հետ է խաղարկում։ Ռուբ, վերջին հարցը, որ կուզեի քննարկել, շատ կարևոր է եւ կարծում եմ ինձ համար գոնե հոգեվոր առումով ամենակարևորն այս բոլոր տեղ ունեցածի մեջ հայ-առաքելական եկեղեցու դեմ սկսված պատերազմը։ Հիմա պես Կիրակել է ինքը X եկեղեցի գնալու ակնհայտ է, որ ինքը սկսել է այսպես թիրախային ընտրել եկեղեցիներ, հոգեվորականներ, գնալ այնտեղ ու ինչ որ այնուամենայնիվ ինչ որ բանի բերել դա, ինչ որ ընդհանրության բերել։ Մյուս կողմից էլ էլի թույլ ասել ակնհայտ է, որ այս իր համար շահեկան թեմա չի։ Այս թեման ցույց է տալիս նաև այդ հավաքները բաները, որ բացի ադմինիստրատիվ ռեսուրսից, այսպես ԿՊ-ական որոշ ճակերտներով գլադիատորներից, որոնք ամեն ինչ պատրաստ են հանել սեփական ղեկավարի համար, հանրային լայն ժողովրդականություն չի վայելում։ Դու քո մեջ օրինակ պատկերացնում ես կամ վերլուծել ես սրա ռացիոնալ բացատրությունը, որն է այս մարդը ինչի է
գնում ընտրություններից առաջ մի ճանապարհով, որը ուղիղ իր ռեյտինգը իջացնում է։ Վաղար շաբաթում մենք տեսանք, որ այն ինչ որ ինքը անում է, գետնի վրա էլեկտորալ առումով այդքան էլ այդպես չի։ Ես վստահ եմ, որ հայ առաքելական եկեղեցու հանդեպ իր որտեղ գրած քաղաքականությունը միայն դրսի խաղացողներին ցույց տալու համար է, որ ինքը սմերտնիկ է ու ինքը պատրաստ է ջարդ ու փշուրով գնալ առաջ, նույնիսկ այն հատվածում, որտեղ գիտի, որ ամենաթույլ էմոցիոնալ ու բարոյական բանի մեջ է գտնվում, հա։ Իր կռիվը հայ առաքելական եկեղեցու դեմ երկու պատճառով է։ Ինքը հստակ վարկանիշներով տեսնում է, որ հայ առաքելական եկեղեցին ամենաբարձր վարկանիշը ունի, ու երկրորդը ինքը իր թիմին ցույց է տալիս, որ ես նույնիսկ ստեղ եմ մտնում կռվի մեջ, իդեպ ակնհայտորեն իր թիմի դուրը դա չի գալիս։ Դա երևում է թե մասնակցության տեսակից, թե խուսափելուց ինչ որ մի տեսակի հայացքներ են փաղում, այո, բայց ինքը այդ ճանապարհով գնալու է, որովհետև ինքը հասկանում է, որ եթե ինքը կարողացավ իր պատկերացմամբ նորոգել հայ, ինքը նորոգել բառն է, չէ՞, օգտագործում, նորոգել հայ առաքելական եկեղեցին եւ նշանակել իր պատկերացրած կաթողիկոսին որպես հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ինքը ջարդելու է վերջի էմոցիոնալ հատվածը ազգային դիմադրության, հա, այսինքն գլոբալ առումով իր խնդիրը հստակորեն պարզ է 2026 թվականի ընտրություններից առաջ ցույց տալ, որ ես ամեն ինչի պատրաստ եմ։ Իսկ այդ ամեն ինչի պատրաստ մարդու հետ կռվելը միշտ դժվար է, էլի, երբ որ դու հասկանում ես, որ ինքը բան չունի, կարմիր գծեր չունի կամ ինչ որ միտեղ ինքը չի կանգնելու, իրեն պետք է դա ցույց տալ։ Ինքը չի, նայ, ինքը հնդկական սերիալների դրամատուրգիայի մասին երկու բառ պատմեմ քեզ։ Դավայ։ Ինչ տեղի ունեցավ, օրինակ հին հունական թատրոնը առաջ 3000 տարի առաջ ոնց էր աշխատում։ 3-4 օր տևում էր մի ներկայացումը։ Մարդիկ տնից բողջեկով հացը ջուրը Էվրիպիդեսի Բաքոսոին էր օրինակ հավաքում էին, գնում էին ամֆիթատրոնում, նստում էին, քնում էին այդ դերասանները բեմի վրա, իրենց նստած տեղերը, հետո արտանում էին, որովհետև դերասանները շարունակում են այդ ներկայացումը խաղալ։ Հետո մի շատ խելացի հույն մարդ հասկացավ, որ լավ վերջը կյանքը զարգանում է, հնարավոր չի, էլի, բան, պետք է ինչ-որ ձև գտնել։ Ստեղծեց ֆաբուլա հասկացողությունը, սեղմեց հին հունական թատրոնի այդ դրամատուրգիան մինչև 4 ժամվա կամ 6 ժամվա ու այդպես շարունակեց դա մինչև արդեն մեր ժամանակները, երբ որ արդեն ներկայացումները տևում են մոտ ժամ ու կես, շատ հաճախ անտրակտել չի լինում։ Ինչ արեցին հնդիկ դրամատուրգները, հա, իրենք ստեղծեցին անտիդրամատուրգիան։ Այսինքն իրենց մոտ առաջի սերիայում տեղի ունենում կայծակնային արագությամբ մի գործողություն, որը հանդիսատեսին բռնում է, ու հետո մի 3 տարի այդ սերիալը տևում է, անտիդրամատուրգիայի լոգիկայով գործողությունները դանդաղում են։ Դեմքի դանդաղությունը։ Այո, այսինքն եթե ես ասում եմ բանը, Նարեկ դու ճիշտ չես, այդ ընթացքում ես ձեր տեսախցիկը սկսում եմ դեմքի վրա աշխատել, այդ իրենց բանը յուրահատուկ երաժշտությամբ են դում, այսինքն գալիս ու ես պաուզայի մեջ եմ։ Հետո մի հատ քո դեմքն է նկարում է դուն, հետո էլի իմ դեմքն է նկարում, հետո քո դեմքին որ գնում է, դու ասում ես ինչ, ու իմ դեմքն է սկսում դուն։ Ստացվում է մի սերիայի մեջ ընդամենը 4 տեսարան է, բայց դա ինչ է անում։ Հանդիսատեսի ստեղծում է էֆեկտ պրիսուստվիա։ Դու ինչ որ մի ժամանակ հետո սկսում ես այդ սերիալի վերաբերվել որպես քո կյանքի բաղկացուցիչ մաս ու դու ակնհայտորեն սկսում ես այդ տեմպո ռիթմի մեջ ապրել։ Նույն բանը անում է այս մարդը, ինքը կտրուկ կայծակնային որոշում է կայացնում կռվի մեջ մտնել հայ առաքելական եկեղեցու։ Ու հետո դանդաղացնա process-ը։ Հետո process-ը դանդաղեցնում է, որ դու արդեն համակերպես, որ դե հա ամեն Կիրակի էսի գնում է ինչ որ միտե պատարակի, բանը Սամվել Կարապետյանի ամեն հերթական անգամ ու դու հանգիստ հիշի պատերազմի օրերը, ու սա շատ կարևոր հոգեբանական տեխնոլոգիա է։ Առաջի 10 օրը մենք պատերազմին հետևում ենք, օրինակ ովքեր Արցախում չեն եղել, էլի։ Ես այդ ընթացքում շատ երկար ժամանակ այնտեղ եմ եղել, բայց ես գիտեմ
ստեղ ինչ է տեղի ունեցել։ Ամեն օր մարդիկ օրը անդադար մտնում էին ինտերնետի մեջ, որպեսզի տեսնեին ինչ է կատարվում։ Այո։ 10-րդ, 11-րդ օրվանից սկսած պատերազմը դառնում է քո կյանքի օրակարգի մի մաս ու դու այլևս ինչ էիր անում։ Դու մի հատ առավոտ էիր հելնում նայում, գիշերը ինչ է կատարվել, սաղ օրը գնում էիր քո գործին, եթե կուլմինացիոն ինչ որ բան չկար, իրիկունն է լսում էիր արդյունքը քեզ ոնց է խապում ու ասում, չգիտեմ, հերթական անգամ։ Այսինքն պատերազմը դառել էր քո օրակարգի մաս։ Նույնը կոവിഡ്ի ժամանակ։ Այո, առաջին 10 Այսինքն ցանկացած վատ բանի, ուզում ես ասած, որ ժողովուրդը սովորում է։ Եթե դու տեմպո ռիթմը իջացնում ես այն մակարդակի վրա, որ դառնում է կենցաղի մի մաս։ Իսկ դա անելու համար ինչ է, պետք է գործողությունները անընդհատ նույն կերպ կրկնել։ Բայց դա մի օր չի կորցնել այդ ակրությունը ուղղակի։ Դա կորցնում է մենակ դու տես, ասեցիր 7 տարվա ընթացքում մի երկու անգամ է եղել, որ ինքը օրակարգ թելադրող չի եղել։ Այսինքն, երբ որ դու անում ես մի բան, որը իշխանության համարել անսպասելի էմոցիոնալ անկանխատեսելիություն ունի, դու վստահաբար ջարդում ես իր այդ պարադիգման աշխատանքային հիշի, երբ ինքը Գյումրիի ընտրությունների ժամանակ եկավ այդ դրամահավաքի ժամանակ հիմարությունների մի շտեմարան այնտեղ ասեց, նույնիսկ իր կողմնակիցները ասին, էլ չգնաց ոչ միտեղ ու վաղ շաբաթ ինքը չգնաց արդեն ընտրություններին այդ բանը անելու, հա, այսինքն եթե ինքը իր դեմ Գյումրու ընտրությունների ժամանակ տեղեկատվական մեյնսթրիմը հանուն աշտարության պետք է ասել, որ նվազագույնը 3 տեխնացու իրենց վրա են վերցրել Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Բխտարյանը։ Ոչ մի ձև ԿՊ-ն չէր կարողանում այդ տեղեկատվական մեյնսթրիմի մեջ տեղավորվել։ Ըստ այդմ, եթե դու իր ձեռքից վերցնում ես տեղեկատվական մեյնսթրիմը, բոլորը ասում են, իսկ ինչի է ինքը օրական 6 նյութ իր մոտ հրապարակում։ Տեխնոլոգիան շատ པարզ է։ Կապ չունի քո համար լավն են խոսում, թե վատն են խոսում, կարևորը ուրիշի մասին չեն խոսում։ Խոսում են միայն քո մասին։ Ու դու պետք է հիշես ինչ է, երբ ինքը ինչ որ տեղեկատվական բան հարց ծնելու խնդիր ունի, կողքից միանում է կինը։ Ու անում է մի հատ այնպիսի բան, որ ամբողջ հեյթը կամ խայպը վերցնում է իր վրա, էլի դաշտում չթողնելով, որ ուրիշի մասին խոսեն։ Նմանատիպ բան իր կալանավորման օրը, հա, կամ իր ձերբակալման օրը եղավ Սամվել Կարապետյանի հետ, երբ որ իրենք ուզած ամեն ինչ արեցին, որ ժողովուրդը կենտրոնանա Սամվել Կարապետյանի վրա, նույնիսկ այդ իրենց հիմար ձևակերպումներով ու SMS-ով ստացած ստատուսները նույնատիպ, որ իրենք գրում էին, իրենք ամբողջ տեղեկատվական հոսքը թեքեցին Սամվել Կարապետյանի վրա, չհասկանալով։ Իսկ հիմա բայց դա հաջորդ օրը անցավ, որովհետև վերադառնանք Իվանիշվիլիին։ Դրանին աշխատանք չկար նախապատրաստած, մարդը եկել ուղղակի հարցազրույց է տվել, իր վատ առիթով էլ եկել էր մարդը, այնպեսի չէ, դժբախտություն է տեղի ունեցել։ Այսինքն նախապատրաստած ոչ մի բան տեղի չի ունեցել, ուղղակի այս մարդը առաջնորդվելով սեփական վախերով օթումել կախված իր պատկերացմամբ, իսկ ով կարող է իր համար խնդիր առաջացնի, գնաց նա ապիրիժնիով վերցրեց։ Ըստ այդմ ինքը գործող բան կյանքի տեմպն ու ռիթմը դանդաղեցնում է այն աստիճանի, որ դու ոչ թե չուզենաս այս ընդդիմադիր գործին լսես կամ իրան լսես, դու ընդհանրապես չուզենաս հետաքրքրվել քաղաքականությունով, որովհետև դա դանդաղ է, հոգնեցնող է, նույնատիպ է, ստերիլ չէ, ամեն առավոտ նույն ախր այդպեսի բանը չեմ կարողանում։ Ես հասկանում եմ, ինչ ուզում ասես դե մոտ։ Այո։ Նույն բահի դեմքով նստել ու էկրանի մեջ նայել ու հետո ցույց տալ քո ապագա քարոզարշավի լագացիպը, այդ հասկանում ես, մարդը ինչքան գիտի ինչի համար է դա անում, տես էլի հիշում ես ամբողջ Instagram-ում, նույնիսկ ոչ հայկական, ինչ արագ տարածվեց Զենֆիրայ, ու ընդամենը 2 շաբաթ հետո էլ ոչ մեկին ինքը հետաքրքիր չէր։ Աշխարհը այլ տրամաբանության մեջ, տեմպո ռիթմի մեջ է, մենք լրիվ այլ։ Մենք ընկած ենք իր տեղեկատվական հոսքերի մասսայական տարածման վրա, իսկ աշխարհի համար հա այս մի բանը հետաքրքիր է, անցանք մեկը վերցրած նույն բանն անում է սմարտը, շատ պետք չի։
Ստե ինքը ինչ անում, ինքը գիտի որ, չգիտեմ, օրվա մեջ 6 հատ կամ 7 հատ բան պետք է հրապարակի իր էջում, որ մենակ լրատվականները դա վերցնեն, ասեն, էս արի, դու պատկերացնում ես քո բանի մեջ, ցանցի մեջ, էֆեկտիվ 8 ժամվա մասին է խոսքը, երբ որ մարդը պատրաստ է բան ընկալելու, տեղեկատվություն ընկալելու, եւ 6 նյութ մենակ իր մասին է գնում է, արդեն կներես խցկվել, հա, բայց դու երկրի ոչ մի գործող վարչապետ չես տեսնի, որը իր Facebook-յան էջում կամ իր Instagram-յան էջում օրը 6 նյութ է իր մասին բանանում։ Գոյություն ունի պաշտոնական կայքը, որը կամ հրապարակում է ինչ-որ մի բան, կամ չի հրապարակում։ Այս մարդը բանը սամ водитель, սամ пассажир, սամ սիբերռեժիսոր, այս ժամին բլոգեր է, այս ժամին ամենաշատը շինարարությունից է հասկանում, այս ժամին ամենաշատը ատոմային էներգետիկայից է հասկանում, այս ժամը ամենաշատը հեծից է հասկանում, ինքը ամեն ինչից հասկանում է, հասկանում, կառավարության նիստերի ժամանակ, ինքը այն դեմքով է խոսում այնպիսի ոլորտային բաների մասին, որ նա լավ ցավ տանեմ, պրոստը հնար դու ինչի մասին ես դու խոսում։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու ու հետաքրքիր զրույցի համար բավական երկար խոսեցինք, բայց ամբողջ այսպես օրակարգով անցանք, չէ, ես եմ շնորհակալ իսկապես հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Գյումրիի իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, կհանդիպենք։